Աբու Դաբիում տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հիշեցնենք, որ նրանք Աբու Դաբի են մեկնել ստանալու Զայեդ մրցանակը։ Պաշտոնական Երևանը հայտնում է, որ Փաշինյանն ու Ալիևը քննարկել են թրիփի եւ այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը, վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության եւ կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի եւս 8 վագոն հացահատիկ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշենք, որ նույն երթուղով 3 Հայաստաներ ժամաներ 25 վագոն ռուսական հացահատիկ, 1746 տոննա ընդհանուր քաշով։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա։ Նախատեսվում է, որ նա հանդիպում կունենա ոչ միայն Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, այլ նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ֆրանսիայի Սենատը նախորդին միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ պատանդների ազատ արձակման բանաձևին։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը եւ ընդգծել, որ Ֆրանսիայում զրոյի են հասցրել Ադրբեջանի ազդեցությունը։ Հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի մարտին։ Փաստինֆոյի հաղորդմամբ այս մասին X-ի միկրոբլոկում հայտնել է Թուրքիայի խորհրդարանի նախկին падգամավոր Գարո Փայլյանը։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրփուի Գալյանն այսօր խոստովանել է, որ չկա որևէ լիազորություն, որով Նիկոլ Փաշինյանը կարող է միջամտել եկեղեցու գործերին, որոշել կաթողիկոսի հարցը։ Հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց Սրփուի Գալյանը՝ ի պատասխան Փաստինֆոյի հարցին։ Գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ունի վարչապետի իր թեկնածուն։ Նա այդ մասին խոսել է երիտասարդների հետ հանդիպման ու ընդգծել, որ հաշվի նստում են միայն ուժեղ մարդու հետ։ Հայաստանում բացահայտվել է հանցավոր խումբ, որը նախապատրաստել է սպանություններ, ավազակային հարձակումներ։ Ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտնել է հանցավոր խմբի անդամների ձերբակալության մասին։ 10 հոգու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ բողոքների քննությունը։ Սրբազանը դատարանի դահլիճ է տեղափոխվել հիվանդանոցից։ Այսօր փաստաբանների ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել գործով նախագահող դատավոր Էդգար Մանասյանի դեմ։